Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1400-րդ օրն է, պատկերացնում եք 1400-րդ լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Հասանք Սուրբ Ծննդին, սակայն ռազմաճակատում որևէ դադար չկա, մարտերը ընթանում են ինտենսիվ կերպով, իսկ Պուտինը շարունակում է մեծ քանակով կորցնել իր զինվորներին։ Ունենք շատ արդյունավետ խոցումներ Ռուսաստանի տարածքում, բայց սկսենք քաղաքական թեմայից։ Նախագահ Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի բոլոր 20 կետերը։ Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով ծրագրի 20 կետերում առկա են հղումներ այլ հնարավոր փաստաթղթերի վրա։ Ես հիմա պատկերացնում եմ, թե ռուսների մոտ ինչ կսկսվի։ Բացի խաղաղության ծրագրից գոյություն ունեն հետևյալ փաստաթղթերը. Եռակողմ փաստաթուղթ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ուկրաինա, Ամերիկա, Եվրոպա, երկկողմ փաստաթուղթ Ամերիկայի կողմից Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների մասին, ևս մեկ փաստաթուղթ Ուկրաինայի բարգավաճման ճանապարհային քարտեզ, Ամերիկայի հետ համատեղ մշակված փաստաթուղթ վերականգնման եւ տնտեսական զարգացման վերաբերյալ, որը ներառում է զարգացման տեսլականը մինչեւ 2040 թվականը։ Խաղաղության ծրագրում Ուկրաինայի համար կան հետևյալ կետերը. Առաջինը՝ Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում, երկրորդը՝ նախատեսվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ անվերապահ չհարձակման համաձայնագիր, կստեղծվի բախման գծում մոնիթորինգի մեխանիզմ, երրորդը՝ Ուկրաինան կստանա ամուր անվտանգության երաշխիքներ, չորրորդը՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը ոչ պատերազմյան ժամանակահատվածում, այսինքն խաղաղ ժամանակներում կմնա 800,000-ի սահմաններում, ասեմ, որ մինչև պատերազմը 200,000-ի սահմաններում էր, այսինքն ռուսների փորձը մեզ ապառազմականացնել ձախողվում է։ Հինգերորդ կետը՝ Ամերիկան, ՆԱՏՕ-ն եւ Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ 5-րդ հոդվածի օրինակով, խոսքը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մասին է։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, կհետևի ռազմական պատասխան եւ կվերականգնվեն պատժամիջոցները։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան կամ առանց սադրանքի կրակ բացի Ռուսաստանի տարածքի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կչեղարկվեն։ Եթե Ռուսաստանը կրակ բացի Ուկրաինայի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կմտնեն ուժի մեջ։ Կար նաև լրացում երաշխիքների մասին Միացյալ Նահանգներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ, բայց այժմ այդ կետը հանվել է, սա երևի Թրամփի շուստրիության կետն էր, որը դուրս է գցվել։ Այս համաձայնագրով չեն բացառվում երկկողմ երաշխիքային պայմանագրերը, մասնավորապես վճռականների կոալիցիայի երկրները կարող են միանալ անվտանգության երաշխիքներին։ 6-րդ կետը այն մասին է, որ Ռուսաստանը կամրագրի Եվրոպայի եւ Ուկրաինայի նկատմամբ չհարձակման քաղաքականությունը բոլոր անհրաժեշտ օրենքներում։ 7-րդ կետով Ուկրաինան կդառնա Եվրոմիության անդամ հստակ սահմանված ժամկետում եւ կստանա Եվրոպայի շուկայի կարճաժամկետ արտոնյալ մուտք։ Ուկրաինայի Եվրոմիություն անդամակցությունը հանդիսանում է անվտանգության երաշխիքների մաս, նպատակ կա ամրագրել անդամակցության ամսաթիվը։ 8-րդ կետով նախատեսվում է Ուկրաինայի համար գլոբալ զարգացման հզոր փաթեթ, որը կսահմանվի ներդրումների վերաբերյալ առանձին համաձայնագրով եւ կներառի մասնավորապես զարգացման հիմնադրամ ներդրումների համար, գազային ենթակառուցվածքների զարգացում, տարածքների վերականգնում, օգտակար հանածոների եւ բնական ռեսուրսների արդյունահանում։ 9-րդ կետով կստեղծվեն մի քանի հիմնադրամներ վերականգնման խնդիրների լուծման համար, նպատակը 800 միլիարդ ԱՄՆ դոլարի ներգրավումն է, սա եթե չեմ սխալվում աննախադեպ ներդրումների մասին է։ 10-րդ կետով այս համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարագացնի Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ նրանք խոսում են Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագրի, ինչպես նաև Ռուսաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին։ 11-րդ կետով Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակն է վերահաստատվում։ 12-րդ կետը Զապորոժիեի ատոմակայանի մասին է։ Այս հարցի շուրջ փոխզիջում չի գտնվել։ Ամերիկան առաջարկում է համատեղ կառավարում Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև 3 կողմերը, որպեսզի ունենան շահաբաժիններ։ Ամերիկան առաջարկում է 33% բոլոր կողմերին, իսկ որպես գլխավոր կառավարիչ պետք է լիներ ամերիկյան կողմը։ Ուկրաինայի փոխզիջումային առաջարկն է Զապորոժիեի ատոմակայանը շահագործվում է համատեղ Ամերիկայի եւ Ուկրաինայի կողմից 50-50 հարաբերակցությամբ,
ըմբռնությամբ արտադրված էլեկտրաէներգիայի 50%-ը տրամադրվում է Ուկրաինային, իսկ մյուս 50%-ի բաշխումը Ամերիկան որոշում է ինքնուրույն։ Այդուհանդերձ Զապորոժիեի ատոմակայանը, Էներգոդար քաղաքը եւ Կախովկայի հեկը պետք է ապառազմականացվեն։ 13-րդ կետով Ուկրաինան եւ Ռուսաստանը պարտավորվում են ներդնել կրթական ծրագրեր դպրոցներում եւ ողջ հասարակությունում, որոնք կնպաստեն տարբեր մշակույթների ըմբռնմանը, հանդուրժողականությանը, կվերացնեն ռասիզմն ու կանխակալ վերաբերմունքը, Ուկրաինան կկիրառի Եվրոմիության կանոնները կրոնական հանդուրժողականության եւ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության ոլորտում։ Սա շատ կարեւոր կետ է։ Ռուսաստանը ցանկանում էր, որ դա լինի միայն Ուկրաինայում, բայց մենք գիտենք, որ բազում ուկրաինացիներ կան, որոնք ապրում են Ռուսաստանում եւ նրանց տարրական իրավունքները պաշտպանված չեն, նրանք իրենց ազգային լեզվով կրթություն ստանալու հնարավորություն չունեն եւ այս կետով Ռուսաստանը պետք է պարտավորվի պաշտպանել ուկրաինացիների իրավունքները Ռուսաստանում։ Այսինքն մեզ էին ուզում ինչ-որ բան պարտադրեն, ստացվում է, որ իրենք են պարտադրվում, իսկ Ուկրաինան այդ ինչ-որ ռուսները ուզում էին առանց այդ էլ Եվրոմիության օրենքներով կիրառելու է, ոչ մի նոր բան Ուկրաինայի համար չկա։ Նոր բանը ռուսների համար է։ 14-րդ կետը տարածքների մասին է, ամենաբարդ կետն է։ Առաջարկվել է հետևյալը. Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում տվյալ համաձայնագրի կնքման օրվադրությամբ զորքերի տեղակայման գիծը դե ֆակտո ճանաչվում է որպես շփման գիծ։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումի եւ Խարկովի մարզերից։ Դե գիտեք, նշված մարզերում Ռուսաստանը մի փոքր ներկայություն ունի առայժմ։ Այստեղ ամենագլխավորը Նիկոլաևի մարզի գրեթե էքսկլավային մասն է Կինբուրնի կասայի մոտ, որտեղից ռուսների դուրս գալը ազատ նավարկություն կապահովի Նիկոլաևի ծովային նավահանգստի համար եւ բացի Մեծ Օդեսայի պորտերից Ուկրաինայի տնտեսության համար կսկսի աշխատել նաեւ Նիկոլաևի պորտը, որովհետեւ հիմա Նիկոլաև քաղաքը մենք պահպանել ենք, բայց ծովի մուտքը դեպի Նիկոլաև քաղաքի նավահանգիստ անցնում է Կինբուրսկի կասայի կողքով, որտեղ ռուսներն են եւ խոչընդոտում են։ Այսինքն Նիկոլաևը կա ծով ունի, բայց նավարկություն չի կարող իրագործել, որովհետև ռուսներն են Կինբուրսկի կասայի վրա։ Ուկրաինայի դիրքորոշումը այսպիսին է, ինչպես բացատրել է Զելենսկին, Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, Ամերիկան առաջարկում է փոխզիջում ազատ տնտեսական գոտի ստեղծել այդտեղ, խոսքը Դոնեցկի մարզի ռուսների կողմից չնվաճած հատվածի մասին է։ Եթե կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք, տարբերակի շուրջ համաձայնություն չլինի, ապա ազատ տնտեսական գոտին կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով, խոսքը Ուկրաինայում հանրաքվեի մասին է, ինչը հստակ կարելի ասել, որ չի անցնի, այսինքն ոչ մի ազատ տնտեսական գոտի, ոչ մի մեր զորքի դուրսբերում դրական պատասխան չի ստանա։ Միաժամանակ Զելենսկին նշել է, որ Ամերիկան ցանկանում է հանրաքվե, սակայն նրա խոսքով քվեարկության պետք է դրվի ամբողջ փաստաթուղթը, այլ ոչ թե առանձին հարց։ Հանրաքվեի համար անհրաժեշտ է առնվազն 60 օր եւ անհրաժեշտ է իրական հրադադար 60 օրով։ 15-րդ կետը ապագա տարածքային պայմանավորվածությունների համաձայնեցումից հետո թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Ուկրաինան պարտավորվում են չփոխել այդ պայմանավորվածությունները ուժի կիրառմամբ։ 16-րդ կետը Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինային Դնեպր գետը եւ Սև ծովը օգտագործել առևտրային գործունեության նպատակներով, խոսքը հարավում Դնեպր գետի Սև ծովը թափվելու մասին է։ Կկնքվի առանձին ծովային համաձայնագիր եւ մուտքի վերաբերյալ համաձայնագիր, որոնք կներառեն նավագնացության եւ փոխադրումների ազատությունը։ Այս համաձայնագրի շրջանակում Կինբուրնի թերակղզին կդառնա ապառազմականացված, սա որքան հասկանում եմ արդեն թերակղզու Խերսոնի մարզի հատվածի մասին է, որովհետեւ Կինբուրնի թերակղզին երկու մարզերի տարածքում է, եթե Նիկոլաևի մարզից ռուսները դուրս են գալիս, ապա Խերսոնի մարզի հատվածում ռուսները ապառազմականացնում են։ Ամբողջությամբ Կինբուրնի թերակղզին մի մասը անցնում է Ուկրաինային, մի մասը դառնում է ապառազմականացված։ Ռուսների համար սա դժվար որոշում է, չգիտեմ ինչպես իրենք սա կընդունեն։ 18-րդ կետը Ուկրաինան պետք է հնարավորինս արագ անցկացնի ընտրություններ համաձայնագրի ստորագրումից հետո, դա սա համաձայնագիրը լիներ չլիներ Ուկրաինայում միևնույն է պատերազմից հետո պետք է ընտրություններ լինեին։ 19-րդ կետը այս համաձայնագիրը կունենա իրավաբանականորեն պարտադիր ուժ, դրա կատարումը կվերահսկվի եւ
երաշխավորվի Խաղաղության խորհրդի կողմից Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խախտումների համար նախատեսված կլինեն պատժամիջոցներ։ Այն բանից հետո, երբ բոլոր կողմերը համաձայնեն այս համաձայնագրին, անմիջապես ուժի մեջ կմտնի լիակատար հրադադարը։ 20-րդ կետում նշված է նաև, որ Ուկրաինան համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանին վավերացման կամ կանցկացնի համաուկրաինական հանրաքվե, այն հաստատելու համար Ուկրաինան կարող է որոշել ընտրությունները անցկացնել միաժամանակ հանրաքվեի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ կատարեն իրենց պարտավորությունները։ Անվտանգության երաշխիքները կմտնեն ուժի մեջ միայն համաձայնագրի ամբողջական վավերացումից հետո կամ հանրաքվեով դրա հաստատումից հետո։ Հիմա պատկերացնում եք, ինչ կսկսվի ռուսների մոտ։ Ես իմ եթերներում շատ հաճախ անդրադառնում եմ այն փաստին, որ իշխանությունները միշտ տեղյակ են պահում ուկրաինացի ժողովրդին ցանկացած բանակցությունների մասին, եւ այս 20 կետերի ներկայացումը հենց դրա ապացույցն է, որ Զելենսկին ոչինչ չի թաքցնում իր ժողովրդից, ներկայացվում է ինչը բանակցվում։ Եթե հիմա ուկրաինացիները ունենան ինչ-որ առարկություններ, դա տեղ կհասցնեն իրենց նախագահին։ Եթե ոչ, բանակցությունները այս ոճով էլ առաջ կգնան։ Դե հիմա ինձ թվում է այս կետերից արդեն պարզ է դառնում, որ կարծես ֆիքսվում է Պուտինի պարտությունը։ Նրանք ամենայն հավանականությամբ ոչ մի կերպ սրա հետ չեն կարող համաձայնել, բայց սա այն փաստաթուղթն է, ինչը մենք բանակցել ենք ամերիկյան կողմի հետ, ինչը ներկայացվել է ռուսներին։ Մնացածը արդեն գնդականացնում է ռուսների դաշտ, իրենք պետք է մտածեն ինչպես մերժեն Թրամփին։ Սա նաև պատասխան է այն մարդկանց, ովքեր ասում էին, որ քննարկումներին համաձայնելը դա արդեն կապիտուլյացիա է։ Ոչ, սա կապիտուլյացիա չէ, սա մեր երկրի շահերի պաշտպանումն է։ Նոր անվտանգության երաշխիքներ ապահովող փաստաթղթի մասին է խոսքը։ Մինչ մեր եթերի մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք, շատ ոգևորիչ կադրեր կան։ Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը զեկուցել է ռուս դիկտատոր Պուտինին Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան պատվիրակության հետ Մայամիում անցկացված բանակցությունների արդյունքի մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինի մամուլի խոսնակը հրաժարվել է բացահայտել այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնք Դմիտրիևը բերել է Ամերիկայից եւ որոնք վերաբերում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմի խաղաղ կարգավորմանը։ Այժմ արդեն ակնհայտ է ով է կանգնած կապիտուլյացիայի առջև եւ ով է թաքցնում փաստաթղթերի բովանդակությունը։ Ուկրաինայի նախագահը բացահայտել է բոլոր կետերը եւ ներկայացրել մեր ուկրաինական դիրքորոշումը, իսկ Մոսկվան հրաժարվել է հրապարակել տեքստերը։ Տեսնենք թե որքան ժամանակ Կրեմլը կշարունակի թաքցնել փաստաթղթերի բովանդակությունը սեփական ժողովրդից։ Իսկ այն, ինչ հրապարակել է Զելենսկին, ներկայացված է ողջ աշխարհին։ Ես էլ այն թարգմանել եմ հայերեն մեր լսարանի համար։ Իդեպ Զելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ նաև Ուկրաինան չի համաձայնվում ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու կետին, որը առկա էր պատերազմի ավարտի ծրագրի նախորդ 28 կետանոց տարբերակում։ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշումը կախված է դաշինքի պետություններից, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մոտեցանք ռազմական լուրերին։ Դեկտեմբերի 24-ի գիշերը Ռուսաստանի Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում պայթյուններ են գրանցվել, այնտեղ հարձակման է ենթարկվել սինթետիկ կաուչուկի գործարանը։ Մեր Telegram-ում հավանաբար տեսել եք մեծ հրդեհի կադրերը։ Հաստատվել է նաև Ուկրաինայի պաշտպանության ուժերի դրոնների կողմից Օրենբուրգի արդյունաբերական օբյեկտին հաջող հարվածը։ Ինչ վերաբերվում է Մոսկվայի պայթյուններին եւ դրանց հետևանքով զոհերին, վստահ եմ, որ մեր լսարանը արդեն տեսել է բոլոր կադրերը մեր Telegram-յան ալիքում։ Ասեմ, որ ճշգրիտ հարվածներ են հասցվել նաեւ ռուսական օբյեկտներին եւ օկուպացված տարածքներում եւ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանամերձ մարզերում։ Ուկրաինական գենշտաբը հաստատել է նաեւ հարվածներ Ղրիմի Միրնի քաղաքի մոտակայքում անօդաչու նավակների պահեստավորման եւ սպասարկման կետին, ինչպես
նաև նյութատեխնիկական միջոցների պահեստին Դալժանսկում, որը ժամանակավորապես օկուպացված Լուգանսկի մարզում է։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 126 մարտական բախում, հակառակորդը 3 փորձել է հարձակվել 12 ուղղություններով, Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները հետ են մղել ագրեսորի 34 հարձակում, Կոնստանտինովկայի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է 16 հարձակում, Սումի եւ Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել թշնամուն 1 հարձակում։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է եւս 1090 զինծառայող, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաև թշնամու 1279 միավոր տեխնիկա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1.200.370 ռուս օկուպանտ։ Ուկրաինայի ՀՕՊ-ը 3 գիշեր խոցել կամ ճնշել է թշնամու 116 հարվածային միջոցներից 60-ը, ռուսական կողմի հարվածները ինչպես միշտ ուղղված էին քաղաքացիականներին, ցավոք կան սպանվածներ եւ տասնյակ սովորական ուկրաինացիներ վիրավորվել են։ Այսօր քրիստոնյա աշխարհի մեծամասնությունը տոնում է Սուրբ Ծնունդը, մենք Ուկրաինայի հայերս մեր երկրի հետ տոնում ենք եւ դեկտեմբերի 24-ից 25-ին եւ մեր հայկական եկեղեցու օրացույցով հունվարի 5-ից 6-ը։ Շնորհավորում եմ բոլոր հավատացյալներին քրիստոնեական ամենակարևոր տոնի առիթով, թող Աստծո լույսը մեզ բոլորիս հետ լինի մեր ամեն քայլի ժամանակ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Կհանդիպենք հույս ունեմ արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք, թող լինի տոնական բաժանորդագրություն, ձեզ ամենալավն ու բարին, մինչ նոր հանդիպում։